Փետրվարի 27-ից մարտի 1-ը Հնդկաստանի Ջայպուր քաղաքում անցկացվեց Rajasthan Startup Summit 2026 միջոցառումը Seaside Startup Summit Weekend հատուկ ձևաչափով։ Այն կազմակերպվել էր Startup Armenia Foundation-ի եւ Open Innovation Lotus Foundation-ի նախաձեռնությամբ Ռաջաստանի կառավարության եւ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Սա մեր երրորդ միջոցառումն է արդեն Հնդկաստանում, դեռևս 2018 թվականից մենք Հնդկաստանում կազմակերպում ենք Seaside Startup Summit-ներ եւ ուրախ ենք, որ Հնդկաստանում մեր միջոցառումը կարելի ասել արդեն արմատներ է ստեղծում։ Այստեղ այս միջոցառմամբ նաև կայուն գործընկերություն հաստատեցինք Ռաջաստան նահանգի ստարտափ էկոսիստեմի հետ եւ մեր հիմնական գործընկեր Open Innovation Lotus Foundation-ի հետ ունենք նաև ապագայում սպասվող պլաններ ոչ միայն Ռաջաստանում, այլ նաև Հնդկաստանի այլ նահանգներում։ Երրորդյա միջոցառման ընթացքում ավելի քան 10 երկրներից 130 ստարտափ թիմեր մասնակցեցին ինտենսիվ ծրագրի, որը ներառում էր պանելային քննարկումներ, մենթորական հանդիպումներ, նեթվորքինգի հնարավորություններ եւ մրցույթներ։ Միջոցառումը համախմբեց ստարտափ հիմնադիրների, ներդրողների, պետական կառույցների ներկայացուցիչների, տեխնոլոգիական ընկերությունների եւ նորարարական էկոհամակարգի առաջնորդների, ստեղծելով համագործակցության եւ գաղափարների փոխանակման հարթակ։ Վերջում տեղի ունեցավ փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հայտարարվեցին մրցույթի հաղթողները։ 10,000 ԱՄՆ դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդից պարգևատրվեցին 4 լավագույն ստարտափներ, որոնք առանձնացան իրենց նորարարական գաղափարներով ու զարգացման ռազմավարությամբ։ Եկել ենք պայմանավորվածության, որ առաջիկա 5 տարիների ընթացքում շարունակելու ենք իրականացնել այս ֆորմատը Ռաջաստան նահանգում եւ ստեղծելու ենք էկոսիստեմ Ռաջաստան նահանգի եւ առհասարակ Հնդկաստանի համար։ Սա դառնալու է յուրահատուկ պլատֆորմ։ Մեր գործունեությունը այստեղ մեծապես աջակցություն է ստացել նաեւ OILIF հիմնադրամի կողմից։ Ջայպուրում անցկացված միջոցառումից հետո մասնակիցների համար կազմակերպվեց նաև Այց Գոա, որտեղ տեղի ունեցավ հետ-սամիթային After Party-ն, նվիրված Rajasthan Startup Summit 2026-ին եւ Seaside Startup Summit-ի 10-ամյակին։ Այն շարունակեց ոչ ֆորմալ շփման, համագործակցության եւ նոր կապերի ձևավորման մթնոլորտը։ Մինչեւ օրս Seaside Startup Summit նախագծի 13 միջոցառումներին ներգրավել են մոտ 60,000 մասնակիցներ աշխարհի շուրջ 60 երկրներից։ Ավելի քան 1700 ստարտափ ընկերություններից շատերը գրանտային մրցանակներ են ստացել շուրջ 650,000 ԱՄՆ դոլարի հասնող մրցանակային ֆոնդից։ Նախագծի շրջանակներում կատարված ներդրումների եւ ներդրումային պայմանավորվածությունների ընդհանուր թիվը գերազանցում է 5 միլիոն ԱՄՆ դոլարը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։